Բարեկամներ, բարի օր։ Հրազդանում պաշտոնապես բացվեց Firebird AI-ի արհեստական բանականության գործարանը եւ այն պարզապես հերթական ինչ-որ տեխնոլոգիական ընկերության գրասենյակ չէ։ Սա այն ենթակառուցվածքն է, որի վրա կարող են աշխատել ապագայի ամենահզոր արհեստական բանականության համակարգերը եւ այսօր մենք հենց այս երևույթի շուրջ ենք զրուցելու։ Այստեղ ամենակարևոր հարցն է, որ շարքային քաղաքացին չի պատկերացնում եւ մեծ հաշվով պետք է չէ պատկերացնել, դրա համար հնարավորինս պարզ ուզում եմ բացատրել ինչ է դա։ Ինչ է նշանակում արհեստական բանականության գործարան։ Պարզ ասած, պատկերացրեք հսկայական համակարգչային կենտրոն, որտեղ հազարավոր գերհզոր համակարգիչներ միառժամանակ աշխատում են։ Դրանք ոչ թե ինչ-որ պարզ, ասենք, Word փաստաթուղթ են օգտագործում կամ Paint, կամ բացում են գործարկում են որևէ սովորական կայք, ոչ, այլ կատարում են միլիարդավոր եւ տրիլիոնավոր բարդագույն հաշվարկներ արհեստական բանականության մոդելներ ստեղծելու, գործարկելու համար։ Այսինքն, եթե սովորական համակարգիչը մեկ մարդու գործիք է, ապա արհեստական բանականության գործարանը կարելի է պատկերացնել որպես հազարավոր գերհզոր համակարգիչների միասնական ուղեղ։ Հրազդանի կենտրոնում, այդ կենտրոնում, որը բացվել է, նախատեսվում է ավելի քան 6000 NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսների օգտագործում, կենտրոնի առաջին փուլը կառուցում է շուրջ 200,000 քառակուսի մետր տարածքի վրա եւ նախատեսում է 18 մեգավատ հզորությամբ աշխատանքի գործառույթ, ինչը աննախադեպ է գոնե տարածաշրջանում։ Բայց այս համակարգիչները ինչ են անելու, շատ հաճախ հարցնում են շարքային քաղաքացիները։ Այս հարցին եւս փորձել ենք հնարավորինս պարզ մոտենալ եւ բացատրել, ամենակարևոր մասը։ Այդպիսի կենտրոնում կարելի է մարզել եւ գործարկել մեծ լեզվային մոդելներ, այնպիսի համակարգեր, որոնք հասկանում են մարդու խոսքը, գրում են տեքստեր, վերլուծում են տվյալներ, ստեղծում են պատկերներ, ծրագրային կոդեր եւ կատարում են շատ բարդ հաշվարկներ, բայց հնարավորությունը դրանով չի սահմանափակվում, հաստատ ոչ։ Այս հաշվողական հզորությունները կարելի է օգտագործել գիտական հետազոտությունների, բժշկական ու կենսատեխնոլոգիական խնդիրների, ռոբոտաշինության, ավիատիեզերական տեխնոլոգիաների, ինժեներական մոդելավորման, արդյունաբերության, խոշոր ընկերությունների բարդ հաշվարկների խնդիրներ լուծելու համար եւ այլն եւ այլն եւ այլն։ Օրինակ, պատկերացրեք, հայ գիտնականը, պարզ օրինակ եմ բերում, կարող է ունենալ շատ բարդ գիտական խնդիր, որի լուծման համար սովորական համակարգչի հաշվարկը պահանջի շատ երկար ժամանակ, նա կարող է այդ ամենը վստահել այս բարդագույն ուղեղին եւ այն շատ ավելի կարճ ժամանակում կլուծի։ Մեկ այլ օրինակով հայկական ստարտափը կարող է ստեղծել բժշկական արհեստական բանականության ծրագիր, ռոբոտի կառավարման համակարգ եւ արդեն հայերեն բանականությամբ աշխատող մոդել։ Դրա համար այլևս պարտադիր չէ, որ ամբողջ հաշվարկային աշխատանքը կատարեն արտասահմանյան տվյալների կենտրոնները եւ նոր բերեն ու ներդնեն այստեղ Հայաստանում։ Բացի խնդիրը հենց մեզ մոտ կարող ենք լուծել։ Այսինքն Հայաստանը այս ամենով ստանում է ոչ միայն ինչ-որ շենք, շինություն, համակարգիչ, այլ հաշվարկային հզորություն, որը դառնում է արդեն նոր տեխնոլոգիական տնտեսության հիմքը։ Այստեղ մի փոքր զարմանք կա, ես այս 2 օր է բանավիճում եմ որոշ ընկերների հետ, անգամ զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր այս լուրը հեգնանքով են մեկնաբանում, կարծես Հրազդանում արհեստական բանականության մասին խոշոր կենտրոնի ստեղծումը Հայաստանի համար ինչ-որ նշանակալի իրադարձություն չէ։ Բարեկամներ, գիտեք ինչն է հետաքրքիր, առավել հետաքրքիր է, որ նույն այդ մարդիկ կամ իրենց ծնողները հաճախ շատ մեծ կարոտով, այսպես նոստալգիայով են հիշում, ասենք Սովետի թվին Մերգելյան ինստիտուտ ունեինք, ֆիզիկայի ինստիտուտ ունեինք, բյուրականի աստղադիտարան, հերունու ռադիոաստղադիտակը, խորհրդային գիտատեխնիկական ներուժը, ասես բաներ են խոսում, բայց միթե այդ ժառանգությունը պահպանելու լավագույն ձևը անցյալը հիշելն է, այն սիրում ենք, չէ՞, պաթոսով, լացակումած։ Եթե մենք իսկապես հպարտանում ենք այն ժամանակվա գիտությամբ, ինժեներիայով, տեխնոլոգիական մտածողությամբ, ապա պետք է ուրախանանք, որ այսօր Հայաստանում ստեղծվում է նոր սերնդի ենթակառուցվածք։ Այո, կարելի է քննադատել նախագիծը, հարցեր տալ ներդրումների արդյունավետության մասին, մասնագետների մասին, ամեն ինչի մասին, բայց հեգնել, հեգնել այն փաստը, որ Հայաստանում կառուցվում է աշխարհի մակարդակով արհեստական բանականության խոշորագույն ենթակառուցվածքներից մեկը, այն դեպքում, երբ մենք ինքներս տարիներ շարունակ երազում էինք վերականգնել մեր գիտատեխնոլոգիական ներուժը, առնվազն տարօրինակ է։ Միգուցե պետք է ոչ թե միայն նոստալգիկ հիշել Մերգելյանի ինստիտուտը, բյուրականը, հերունու ռադիոաստղադիտակը, այլ փորձել հասկանալ, ինչպիսին կլիներ այդ ամենի կատարելագործված ձևը 21-րդ դարի շարունակությամբ։ Գիտեք, եզրակացությունը որն է։ Հաճախ այդ մարդիկ հեգնում են, դա խելքները չի հասնում։
արհեստական բանականություն, համակարգիչ, հաշվարկներ, մարդ ծրագրավորում, մարդիկ չեն հասկանում, դրա համար հեգնում են։ Զավոդ։ Որ զավոդ, այն որ աշխատում եք կեսը տանում, թալանում եք տուն, այդ զավոդի պես բան եք ուզում բացեն։ Գուցե Հրազդանի արհեստական բանականության կենտրոնը հենց այնպիսի 21-րդ դարին հարիր ժառանգությունն է, որ մենք տեսնում ենք։ Արհեստական բանականության մրցավազքում անհրաժեշտ է 3 հիմնական կոմպոնենտ՝ տաղանդ, տվյալների հսկայական հաշվարկի հզորություն եւ իհարկե ներդրումներ, որովհետեւ դրանք միլիարդների բյուջեներ են, որ Հայաստանի պես երկիրը ինչքան էլ տաղանդավոր հասարակություն ունենա, չի կարող իրեն թույլ տալ։ Հայաստանը արդեն ունի փաստորեն տեխնոլոգիական մասնագետներ, ինժեներներ, ծրագրավորողներ, գիտնականներ, ստարտափի միջավայր, այնինչ պակասը կար ներդրումների, փաստորեն դա էլ ենթակառուցվածքների ստեղծման առումով դա էլ լուծվեց գերտիրության Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Այսպիսի խոշոր տեխնոլոգիական նախագիծը կարող է փոխել ոչ միայն Հայաստանի, այլև հենց Հրազդանի տնտեսական նկարագիրը։ Ներդրումային ծրագրի ընդլայնման դեպքում խոսքը միլիարդավոր դոլարների ներդրման մասին է։ Ասենք պաշտոնական ծրագրով առաջին փուլում 500 միլիոն դոլար է ներդրվում, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները արդեն 4 միլիարդի շուրջ են պտտվելու։ Սա նշանակում է շինարարություն, ենթակառուցվածքներ, տեխնիկական սպասարկում, ինժեներական ծառայություններ, կապի համակարգեր, անվտանգություն եւ այլն, տարբեր ծառայություններ։ Բայց ամենակարևոր ազդեցությունը կարող է լինել նոր մասնագիտությունների, նոր բիզնեսների առաջացումը այս ամենի շուրջ, երբ մի երկրում հայտնվում է շատ մեծ տեխնոլոգիական կենտրոն, դրա շուրջ սովորաբար սկսում են զարգանալ հարակից ծառայություններ, շատ ավելի փոքր ընկերություններ։ Այսինքն մեկ մեծ նախագիծը կարող է մի ամբողջ տնտեսական շղթա ստեղծել։ Եվ այս ամենը եւս մեկ անգամ կարևոր է։ Այս ամենը Միացյալ Նահանգներ Հայաստան համագործակցության շուրջ է, որը շատ կարևոր է։ Հրազդանի նախագիծը պետք է դիտարկել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների լայն համատեքստում։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրվեց արհեստական բանականությունների եւ կիսահաղորդիչների ոլորտում գործարկման վերաբերյալ փաստաթուղթը։ Այդ փաստաթղթի նպատակներից մեկը Հայաստանի համար առաջատար տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնումն էր։ Այսինքն մենք գործ ունենք ոչ միայն Հայաստանում կառուցվող տվյալների կենտրոնի, այլ Միացյալ Նահանգների առաջատար տեխնոլոգիական էկոհամակարգերի եւ Հայաստանի տեխնոլոգիական ներուժի միացման հետ։ Եվ վերջում ամենապարզ ձևակերպում, եթե փորձենք մեկ նախադասությամբ բացատրել, թե ինչ է Հրազդանի արհեստական բանականության գործարանը, կարելի ասել պարզ լեզվով հետևյալը։ Սա հսկայական գերհզոր համակարգչային կենտրոն է, որը Հայաստանի գիտնականներին, ինժեներներին, ստարտափերի եւ միջազգային ընկերությունների մասնագետներին տալիս է արհեստական բանականության ամենաբարդ խնդիրներ լուծելու անհրաժեշտությունը, հաշվարկային ուժը եւ հնարավորությունը։ Իսկ Հայաստանի համար դրա իմաստը շատ ավելի լայն է։ Սա հնարավորություն է նոր ներդրումների, նոր աշխատատեղերի, նոր ստարտափերի, գիտական հետազոտությունների, բարձր տեխնոլոգիական արտադրանքի եւ մի շարք այլ տեսանկյուններից, Եվ գուցե ամենակարևորը, սա հնարավորություն է, որ Հայաստանը տեխնոլոգիաների սպառողից աստիճանաբար վերածվի տեխնոլոգիաներ ստեղծողի եւ արտադրողի։ Եվ եթե այս հնարավորությունը մենք ճիշտ օգտագործենք, ես հույս ունեմ, որ այդպես կլինի, ապա այսօր Հրազդանում բացված կենտրոնը կարող է տարիներ անց հիշվել որպես այն կետը, մեկնարկային կետը, որտեղ Հայաստանի տեխնոլոգիական տնտեսության պատմությունը սկսվել է եւ բացել է նոր էջ, ինչպես հիմա երանելի կերպով հիշում ենք Մերգելյանի ինստիտուտը, ֆիզիկայի ինստիտուտը, Հերիմնու ռադիո, այդ աստղադիտակը եւ այլն։ Հուսամ այդպես էլ կլինի։ Մտածեք այդ ուղղությամբ։